Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության հետ երկխոսություն վարող իշխող քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքով երկխոսության կամուրջներն ամբողջովին այրված չեն եւ ինքն էլ ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Ես ենթադրում եմ, որ մեր ՀԱԿ-ի գործընկերները պետք է ընտրություն կատարեն։ Բավականին ծանր ընտրություն, թե ինչպիսին են իրենք տեսնում ՀԱԿ-ը որպես Հայաստանի քաղաքական խճանկարի ներկայացուցիչ, կամ իրենք պետք է գտնեն, որ ՀԱԿ-ը դասական կուսակցությունների նման իր պրոբլեմները ներկայացնում է թերևս նաև հանրահավաքներում, սակայն այդ ամեն ինչը պահում է կառուցողական, կոնստրուկտիվ ունի մեջ։ Կամ ինքը պետք է գտնի, որ իր ճանապարհը ցնցումների ճանապարհով երկիրը առաջ տանելն է, դեստրուկտիվ ճանապարհով, շարունակեց Գագիկ Մինասյանը։ Որը բացի նրանից, որ հասարակությանը որևէ դրական հանգրվանի չի բերի, շատ արագ կվարկաբեկի հենց այդ կառույցին։ Ցավոք, թերևս կան ՀԱԿ-ում ուժեր, որոնք տարբեր կերպ են ընկալում ՀԱԿ-ի զարգացման ճիշտ ուղին։ Երևանի Աբովյան փողոցի արդեն նախկին Միլանո խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը դիմել է դատարան հայցվոր կողմի ձևակերպմամբ ԱՎՈ ՖՄՀ ընկերության ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ։ Հիշեցնենք, մի քանի օր առաջ առանց Հովհաննես Ղուկասյանին տեղյակ պահելու, ամենայն դեպս այդպես է ասում խանութի սեփականատերը, համապատասխան տեխնիկայի օգնությամբ հիմնովին քանդել էին խանութը, որի մեջ ըստ Ղուկասյանի եղել է իրեն պատկանող գույքը։ Ղուկասյանն ասաց, որ այսօր առավոտյան էլ ականատես են եղել, թե ինչպես է արդեն քանդված շենքի տարածքից տեղափոխվում իրենց պատկանող շարժական գույքը։ Ըստ զրուցակցից Միլանո խանութի շենքը քանդելուց հետո այդ տարածքում մնացել է մոտ $300,000 գույք։ Այսօր մենք եկանք նկարահանեցինք, որ բանվորները խրձերով ալյումինը ուղղակի ամեն մեկը մի կողմ տանում է։ Ու սենց ուշկաներ տարբեր տեղեր կան այդ ալյումինի պրոֆիլների։ Մոտ 10 տոննա ալյումինի պրոֆիլ է օգտագործվել այդ նկուղի երեսապատման համար, պատեր, պատալոկ։ Չնայած այսօր դատարան ներկայացված հայցադիմումին Հովհաննես Ղուկասյանը վստահ չէ, որ հարցը կլուծվի իրենց օգտին։ Բոլորովին հույս չունենք, որովհետև ոստիկանությունը աջակցում է, դատարանները աջակցում են։ Ղուկասյանի շահերի պաշտպանները գտնում են, որ պետությունը շենքի նկուղը, երկրորդ հարկը եւ ձեղնահարկը ուղղակի նվիրել է կառուցապատող ԱՎՈ ՖՄՀ ընկերությանը, որը ըստ մամուլի տեղեկությունների սփյուռքը հայ գործարար Ավետիս Կարագուլյանին է պատկանում։ Երևանի քաղաքապետարանն ապրիլ ամսից սկսել է մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային ու միջբակային տարածքների եւ անցումների ասֆալտապատման, ինչպես նաեւ կենտրոն վարչական շրջանի փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքներ։ Միայն ասֆալտապատման համար հատկացվել է շուրջ 4 միլիարդ դրամ, որից 3 միլիարդը հատկացվել է պետական, իսկ 1 միլիարդը Երևան քաղաքի բյուջեից։ Աշխատանքների կատարման ընթացքում, երբ որ մրցույթները կայացան, 1 միլիարդից ավելի տնտեսում եղավ։ Տնտեսման հաշվին դարձյալ երկրորդ անգամ նորից մրցույթ հայտարարվեց եւ 5 կազմակերպություններ շահեցին յուրաքանչյուրը մոտ 40,000 քառակուսիմետր ասֆալտապատման աշխատանքներ։ Յուրաքանչյուր տարի ճաքալացման աշխատանքներ իրականացնելու պատճառն այն չէ, արդյոք, որ նախկինում ասֆալտապատումը բարեխղճորեն չի կատարվել։ Ոչ թե բարեխղճորեն չեն արվում, այն գումարը, որը տրամադրվում է այդ աշխատանքը, այդ փողոցը բարեկարգելու հիմնական, մենք հիմնական բարեկարգում չենք անում։ Այդպիսի Երևան քաղաքում մի քանի փողոցներ են, որ հիմնական բարեկարգում է կատարել, դա ազատության, որտեղ մեծ ֆինանսների ներդրում է պահանջում։ Քաղաքապետարանի բյուջեից 300 միլիոն դրամ էլ հատկացվել է կենտրոն վարչական շրջանի մայթերի բարեկարգման աշխատանքներին։ Հին սալիկները փոխարինվում են նորերով։ Աշխատանքները դրական են, բայց որ հետիոտների համար անհարմար վիճակ է ստեղծում, դա լավ է։ Հաճախ որովհետև Իբր ժողովրդի մի մասը մտնում է փողոցի բանուկ մասով անցնում, որը էլի այնքան էլ ցանկալի չի։ Չէ, բարեկարգում ինքնին շատ լավ է։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011 թվականին միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, ինչպես նաև «Մենք ենք տերը» մեր անկախության թեմայով շարադրության մրցույթին և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ մրցույթի մրցանակակիրներին։ Սերժ Սարգսյանը ողջունել է նրանց, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը Հայաստանում արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել։ Շնորհավորելով առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին, ընդգծել է, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար։ Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր։ Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա կանք։ Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ։ Ցանկանում եմ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև ցավոք սրտի մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ կեղծ հերոսներն ու սխալ հասկացված իդեալները կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար։ Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության անդամները լինեն կիրթ և մտածող։ Վարպետ Ալբերտը նվագում է 13 տարեկանից։ Սկզբում զբաղվել է գործիքների սադափեն նախշապատումով, իսկ իր առաջին գործիքը պատրաստել է 23 տարեկանում։ Առաջին գործիքը պատրաստել եմ միայն ուրաքով և դուր ենք ասում, այրեմ չգիտեմ ինչպես է, և դուրով, շատ կոպիտ, տգեղ, մի գործիք ստացվեց, բայց բավականին… Ունեք ստեղած գործիք։ Չկա, բավականին լավ ձայն ունեցավ, և դա ինձ մի քիչ ոգևորեց։ Որպեսզի գործիքի ձայնը լավ հնչի, պատրաստում է ձեռքով, ոչ թե հաստոցով։ Վարպետը բացատրեց, որ այդ դեպքում փայտի հյուսվածքները զուգահեռ են լինում քամանչայի իրանին, որը մի քանի անգամ լավացնում է դրա հնչողությունը։ Սա վարպետը հասկացել է, երբ հաստոց չունենալու պատճառով գործիքները պատրաստում էր ձեռքով։ Այս ուդը մի ամբողջ փայտից եմ փորել։ Ինչ եմ գրել, ես եմ Երևան, այս ուդը իրանը պատրաստվել է Ծիրանի փայտից 87 թվին։ Սա փորել եմ 87 թվին, 2001-ին պատրաստել եմ, այսինքն հավաքել եմ, քանդել եմ հետո։ Դա սանտուր է։